Որ տարիքից սկսեցիք փող աշխատել, մոտիվացրեք այսօրվա երիտասարդությանը։ Գիտեք, իրականում իմ հայրը միշտ եղել է բարձրաշան պաշտոնյա, բայց ես իմ առաջի փողը աշխատել եմ 14 տարեկան, 15 տարեկան էի։ Դպրոցի այն ժամանակ սովորում։ Այն ժամանակ մեր բակում հետարքիր բան կար, տենց որ բակի են աչքի ընկնող տղաները, ես մի քիչ բակում աչքի ընկնող մարդ եմ եղել, իմ ընկերները, որոնց որ շատ սիրում եմ, եւս աշխույժ տղաներ են եղել, հա, ծաղիկներ էին դա ծախում, այն ժամանակ շուկաներ կան, շուկաներին դիմացը մեխակներ էին ծախում, փոքր ակվարիումներ էին ծախում, մենք ինքներս ես իմ ընկերոջ Տիգրանի հետ Մանուկյան Տիգրանի հետ մենք ձեռքով սարքեցինք այդ ակվարիումը եւ քանի որ սպորտ էի նաեւ պարապում, առավոտյան ես վազում էի միշտ ժամը 6-ից 7 անկած ժամանակահատվածում 7-ին գնում էի գյուղացիները բերում էին այդ ծաղիկները մենք վերցնում էինք իհարկե ապարիկով վաճառում էինք գյուղացիներին գումարը հետ տալիս էինք այո ու տենց միշտ ասենք ու անընդհատ դպրոցից գալիս էի ծաղիկների տեղը տեսնում էինք ոնց է դա վաճառքը գնում էի դասախոսի մոտ պարապելու եւ այլը հետո դա փոխվեց մի քանի այլ բաներով զբաղվեցինք եւ այլը իմ կյանքում բարդ տարի եղել է երբ որ գիտեք իմ հայրը միշտ կողքից ինձ հետևել է երբեք չի ասել մի արա այդպեսի բան դու փողի կարիք չունես ինչի՞ դա է ուզում հարցնել էլի պաշտոնյայի որդին 15 տարեկանում ծաղիկ է վաճառում ես ասեմ ավելին շատ հետաքրքիր է մեկ դիպված եղավ Եկա հայրիկիս ասացի, գիտես, պապ, ես ուզում եմ, որ ալյուր եւ շաքարավազ բարձենք, տանում ենք գյուղերում կարտոֆիլ հետ կփոխենք, կարտը բարտեր կանենք, կբերենք, մեկին 5 փոխում ենք, բերում ենք, վաճառում ենք եւ այդտեղ հաշվել ենք, փողը շատ կլինի։ Ասած լավ է հաշվարկել այդ բանը, ասի հա շատ լավ եմ հաշվարկել, ամեն ինչ նորմալ է, անտիր բան։ Ասած ես դեմ եմ, որպեսզի դու դրանով զբաղվես։ Ասի դե պապ հաշվել ենք, ախր ոնց կլինի, բան, տղեկի հետ էլ բան ենք արել։ Այս բա գումարը որտե՞ղ է, ասի պարկ եմ վերցնելու։ Ասի արդեն դա էլ է սա, ասի հա պարկ ենք վերցնում, ասեց ինչքան այն ժամանակ բավականին բան է, $500 պարկ վերցրեցինք։